Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 29։ Ով Տեր զորած Աստված, լսիր իմ աղոթքը, ականջ դիր ով Հակոբի Աստված։ Սաղմոս 84-րդ գլուխ 8-րդ խոսք։ Մեր աղոթքները պետք է հիմնավորված լինեն անկեղծ եռանդով, հակառակ դեպքում մենք կծաղրենք Աստծուն։ Մենք սահմանափակված չենք թագավորների թագավորին ուղված մեր խնդրանքներում որոշակի ժամանակներով, այլ ազատություն ունենք մոտենալու նրան ցանկացած պահի։ Երբեք անպատշաճ չէ մոտենալ շնորհքի գահին, սակայն Աստծո դժգոհության զգացումը եւ նրա ժողովրդի տառապանքը Աստծո զավակների համար վշտի պատճառ են, որը ոչ մի երկրային ուրախություն չի կարող մխիթարել։ Թագավորը խրախուսեց Նեեմիային ասել իրեն, թե ինչ կար իր սրտում, դա նրան քաջություն տվեց խոսելու, ապա որքան ավելի Քրիստոսի աղոթքի հրավերը եւ լսվելու խոստումը կարող են մեզ քաջալերել համարձակորեն մոտենալ շնորհքի գահին։ Նեեմիան աղոթեց երկնքի Աստծուն, որը անսահմանորեն գերազանցում է նույնիսկ այս հզոր կառավարչին։ Նա թափեց իր սիրտը այն Աստծո առաջ, ով հասկանում է սրտի լեզուն։ Մենք երբեք չպետք է զբաղվենք որևէ գործունեությամբ, որի մեջ մեզ համար սխալ կլինի անգամ փնտրել եւ ակնկալել աստվածային առաջնորդությունը, օգնությունը կամ օրհնությունը։ Նեեմիայի աղոթքը անմիջապես պատասխանվեց, քանի որ Հակոբի սերունդները երբեք ապարդյուն չփնտրեցին Հակոբի Աստծուն։ Մենք տեսնում ենք Աստծո զորությունն ու շնորհը այն փաստում, որ Նեեմիան հասավ իր նպատակին ոչ թե իր սեփական արժանինքների, թագավորի հետ ունեցած կապերի կամ լավ վարչական հմտությունների շնորհիվ, այլ իր Աստծո բարեգութ ձեռքի շնորհիվ, որը հանգչում էր նրա վրա։ Բարեգութ հոգիները զգում են Աստծո ձեռքը, նրա զորավոր ձեռքը բոլոր այն իրադարձություններում, որոնք ծավալվում են իրենց բարիի համար։ Դա Տիրոջ ձեռագործն է, ուստի այն կրկնակի ողջունելի է։